Սիրելի ընկերներ, իմ սիրելի բարեկամներ, սիրելի հայրենակիցներ, շատ շնորհակալ եմ, որ եկել եք։ Ինձ համար, մեր թիմի համար սա մեծագույն պատիվ է։ Ինձ համար պատիվ է այսօր ձեր առաջ խոսք ասելու։ Ինձ հաճախ են հարցնում, թե ինչու քո մասին կենսագրական մանրամասն տվյալներ չկան, եւ շատ հարցեր կան, որ ես հասկանում եմ, պետք է նաեւ պարզաբանել։ Դրա համար ես ուզում եմ սկսեմ այսօր երկու ընդհանրապես դրվագից եւ ուզում եմ դրանով նաեւ ներկայացնել, թե ինչպես եմ, ինչ եմ ես զգում եւ ինչ սկզբունքներով եմ ղեկավարվում։ Ես ծնվել եմ սովորական հայկական ընտանիքում, Երևանում։ Մայրս մանկավարժ է, աշխատել է ուսուցչուհի, հետո մանկապարտեզում դասյարակչուհի եւ շատ լավ հիշում եմ, երբ քրոջս հետ ամեն օր գնում էինք դասի, մայրիկիս հետ, որ աշխատում էր հարևանությամբ, հետո նորից միասին վերադառնում էինք հայրս, ամեն օր աշխատանքի էր, դժվար աշխատանքի։ Դժվար օրեր եղել են, այո, եղել են։ Ծնողներս հաճախ էին ասում, որ դժվարությունները մեզ համար են, ինքներս պետք է հաղթահարենք։ Մեր փոխարեն ոչ ոք չի կարող գալ մեր հարցերը լուծել։ Եվ մենք կարող ենք այդ խնդիրները լուծել, որովհետև մենք միասին ենք։ Դժվար օրերից են ես կարող եմ կիսվել այսօր ձեզ հետ, շատ լավ հիշում եմ, երբ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանող էի, զուգահեռ նաև աշխատում էի մի ժամանակահատված շինարարությունում որպես բանվոր։ Ստանում էի ամիսը, շատ լավ հիշում եմ, 10,000 դրամ աշխատավարձ։ Դրանից զուգահեռ նաև, քանի որ գերազանց առաջադիմությամբ էի սովորում, ստանում էի 5950 դրամ թոշակ, 1000 դրամով ավելի էր։ Եղել է ժամանակ, որ նաև ոտքով եմ տուն գնացել, որովհետև պետք էր գումարը տնտեսել, տան համար որոշակի գնումներ անելու, բայց նաև ինձ համար ամենակարևորը գրքեր գնելու համար։ Այս դժվարությունները արդյոք ինձ վհատեցրել են, արդյոք ինձ հիասթափեցրել են։ Ոչ իհարկե, որովհետև ես շատ լավ գիտեի, թե ես ինչ որոշում եմ կայացրել, ես հավատում էի իմ որոշմանը, եւ ես գնում էի այդ որոշման հետևից, ես շատ լավ գիտակցում էի, որ որպեսի հաջողեմ, ինձ պետք են գիտելիքներ, ինձ պետք են հմտություններ, իսկ եթե ես որպեսի հաջողեմ, ես պետք է ստանամ դրանք եւ դառնամ մասնագետ։ Մեկ այլ կյանքի դրվագ եմ ուզում ձեզ ներկայացնել։ Այնպես է ստացվել, որ մենք մեր ընտանիքով որոշակի ժամանակահատված ապրել ենք Ուկրաինայում։ Դպրոցում շատ լավ հիշում եմ, մենակ միայն մենք էինք հայ, ես եւ քույրս։ Դասարանում միայն ես էի հայ եւ այդտեղ այսպիսի մի սովորություն կար, որ անուն ազգանունն ասելուն զուգահեռ նաեւ անպայման ասում էին ազգությունը։ Եվ այդ ժամանակահատվածից սկսած, քանի որ երեխայական նաև ընկալումներ կային, լինում էին նաև անախորժություններ դրա հետ կապված։ Իհարկե իմ համադասարանցիներից շատերի հետ մենք ընկերություն ենք անում, բայց այն ժամանակ անգամ խոսքը հասնում էր կռիվների։ Այդ ժամանակվանից իմ մեջ մտել է մի կարևոր բան, որքան կարևոր է ազգային արժանապատվությունը անձնական արժանապատվության համար։ Եվ որքան կարևոր է քո իրավունքներին տեր լինելը, որքան կարևոր է պատասխան տալը, որքան կարևոր է ինքդ քեզ պաշտպանելու կարողություն ունենալը։ Ես սա ինչու եմ ասում։ Ես սա ասում եմ նրա համար, որ այսօր կարծես Հայաստանը մոռացել է պատասխան տալը։ Այսօր կարծես մենք դարձել ենք անկարող մեզ պաշտպանելու հարցում։ Մեզ անընդհատ համոզում են, որ ճիշտը համակերպվելն է, համաձայնվելն է, զիջելն է եւ դա անունը դնում են իմաստնություն։ Ես ուզում եմ հատուկ ասել, որ դա իմաստնություն չէ։ Դա պարտություն է, դա գերի լինել է եւ ես եկել եմ ասելու, մենք բոլորս ասելու, որ բավական է, մենք դա չենք հանդուրժելու։
Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետը ինչ է ասում։ Հայաստանը չի եղել երբեք այսքան անկախ ու ինքնիշխան, ինչպես հիմա է։ Եկեք նայենք փաստերին։ Օտար պետության, որը մեր ողերիմ հարևանն է, օտար պետության ղեկավարը ասում է պետք է սահմանադրությունը փոխես, Նիկոլ Փաշինյանն ասում է այո։ Օտար պետությունը մեր նկատմամբ ադրբեջանական զորքերը կատարում են հանցանքներ, ամենադաժան սպանությունները, մեր հայ գերիների նկատմամբ խոշտանգումներ, եւ հետո կեղծ գործերով դատում են մեր մարդկանց, պարտադրում են հայցերը հետ քաշել միջազգային դատարաններից, Նիկոլ Փաշինյանն ասում է այո։ Ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի Հանրապետություն, օկուպացրել են մեր տարածքները, եւ ընդ որում ասեմ ձեզ մի կարևոր բան, մենք բացահայտել ենք ամբողջությամբ բաց աղբյուրներով, որ վերջերս ընդհանրապես նաեւ եղել է նորից ադրբեջանական դիրքերի ամրապնդում եւ նոր դիրքեր Հայաստանի Հանրապետության տարածքում, որով ամրապնդել են ել ավելի իրենց վերահսկողությունը եւ այս խորքային ամեն օր ամրացման պայմաններում Հայաստանի Հանրապետության կառավարության գործող ղեկավարը հայտարարում է, մենք նրանց կխնդրենք դուրս կգան ինչ որ հանձնաժողովի միջոցով։